Արև ձեզ հարգելի գործընկերներ, նախ թույլ տվեք շնորհավորել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին հերթական անգամ ժողովրդավարական, ազատ, արդար, թափանցիկ, բոլոր ամենաբարձր միջազգային չափանիշներին համապատասխանող համապետական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, սա կարծում եմ հերթական անգամ գալիս է փաստելու, որ ժողովրդավարական գործընթացները եւ առաջին հերթին ազատ եւ արդար թափանցիկ ժողովրդավարական ընտրությունների կայացումը Հայաստանում այլևս անշրջելի է եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այլևս երբեք թույլ չի տա այն ընտրական գործընթացների խախտումները, որոնց մենք ականատես ենք եղել մինչև 2018 թվականը։ Երկրորդ, ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին երրորդ հերթական անգամ անընդմեջ համապետական խորհրդարանական ընտրություններում երկրի կառավարումը քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը վստահելու համար, այս փաստը, որ երրորդ անգամ անընդմեջ մենք կարողանում ենք միանձնյա ձևավորել կառավարող մեծամասնություն, իհարկե շատ խոսուն է եւ մյուս կողմից իհարկե շատ պատասխանատու եւ շատ պարտավորեցնող, մեզ համար պատիվ է ստանձնել այդ պարտավորությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից եւ ինչպես նախկինում այսուհետ եւս մենք ամեն ինչ անելու ենք, որ մեզ վստահված կառավարումը իրականացնենք եւ մեր խոստացած բարեփոխումները շարունակենք իրականացնել։ Նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ հարգելի մշտական հանձնաժողովների նախագահներ, որ համաձայնեցիք այնուամենայնիվ միասնական ձևաչափում անցկացնել այս հանդիպումը, ես կարծում եմ մենք բոլորս դրանից միայն շահում ենք։ Ասեցի արդեն, որ մեր խորհրդարանական ընտրությունների արդյունքները հնարավորություն են տալու շարունակել կառավարության քաղաքականությունը եւ սա իհարկե նաեւ վերաբերում է արտաքին հարաբերությունների ոլորտին։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։